Այս պահին արհեստական բանականությունը ավելի արագ է որոշումներ ընդունում, քան մարդիկ։ 5G-ն միացնում է միլիարդավոր սարքեր իրական ժամանակում, իսկ բլոքչեյնը նոր սահմաններ է դնում անվտանգության և ֆինանսների ոլորտում։ Այս նորարարությունները ոչ թե հեռավոր ապագա են, այլ արդեն իրականություն, որոնք փոխում են արդյունաբերությունը և մեր ամենօրյա կյանքը։ Տեխնոլոգիան ապրել է շատ կտրուկ աճ, որի արդյունքում փոփոխվել է մարդկության ողջ կյանքը, և դրանք դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը։ Այս վիդեոյում մենք կանդրադառնանք ապագան ձևավորող 4 տեխնոլոգիական միտումների, որոնք մեծ նշանակություն ունեն բժշկության, բիզնես կառավարման, դպրոցների և այլ ոլորտների զարգացման մեջ։ Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում։ Արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը արագորեն դարձել են բոլոր ոլորտներում անհրաժեշտ, սկսած անհատականացված առողջապահական լուծումներից մինչև ֆինանսների մեջ խարդախության հայտնաբերում։ Չնայած նրան, որ արհեստական բանականությունն ունի իր բացասական կողմերը նույնպես, որոնցից են օրինակ աշխատատեղերի ավտոմատացումը, ալգորիթմային խտրականությունը և այլն, այնուամենայնիվ արհեստական բանականության շուկան արագորեն աճում է և ըստ կանխատեսումների 2025 թվականին հասնելու է $190 միլիարդ։ 5G բնական լեզվի մշակման, համակարգչային տեսողության և կանխատեսողական վերլուծության ոլորտներում կատարված նշանակալի առաջընթացով 5G-ն խոստանում է մեծ փոփոխություններ, առաջարկելով արագ ինտերնետ, ցածր լատենցիա և միաժամանակ միացնելով միլիոնավոր սարքեր, անխափան։ 5G-ն շարժիչ ուժ կդառնա խելացի քաղաքների, ինքնավար մեքենաների և ինտերնետային կապերով առնչվող ապագայի համար, թույլ տալով դրանց հաղորդակցել իրական ժամանակում։ Սակայն 5G-ի ներդրման ճանապարհին կան մի քանի խնդիրներ։ Ենթակառուցվածքի բարձր ծախսեր և կանոնակարգման հարցեր որոշ տարածքներում, որոնք դանդաղեցնում են իրագործումը։ 2026 թվականին 5G շուկայի արժեքը կկազմի $667 միլիարդ։ Ինտերնետային ցանցեր։ IoT տեխնոլոգիան վերաբերում է ֆիզիկական սարքերի միացման ցանցեր ստեղծելուն, խելացի սառնարաններից մինչև արդյունաբերական սենսորներ, որոնք հավաքում և փոխանակում են տվյալներ։ IoT-ի կիրառումը նպաստում է արդյունաբերական ոլորտների արդյունավետությանը, ինչպիսիք են առողջապահությունը, արտադրությունը և տրանսպորտը, բայց անվտանգության թերությունները դառնում են աճող խնդիր, ինչի պատճառն է հենց կապակցված սարքերի թվի ավելացումը։ Այնուամենայնիվ, IoT շուկան աճում է, և ըստ կանխատեսումների 2025 թվականին կհասնի $1.6 տրիլիոն։ Ընդլայնված իրականություն և VR։ Ընդլայնված իրականությունը և վիրտուալ իրականությունը VR-ը ձևափոխում են աշխարհը մեր ընկալելու ձևը, առաջարկելով ինտերակտիվ թվային միջավայրեր, սկսած խաղերից մինչև ուսուցման սիմուլյացիաներ։ Ընդլայնված իրականությունը ավելացնում է թվային տարրեր իրական աշխարհին, օրինակ Pokemon Go խաղի մեջ, իսկ վիրտուալ իրականությունը ներգրավում է օգտատերին լրիվ վիրտուալ միջավայրում։ Այս տեխնոլոգիաները օգտագործվում են տարբեր ոլորտներում, որոնցից հիմնականն են անշարժ գույքի և կրթության ոլորտը, վիրտուալ շրջայցների և ինտերակտիվ ուսուցման համար, բայց բարձրակարգ սարքերի արժեքը մնում է հիմնական խոչընդոտը։ Դրան հանդիման կանխատեսվում է, որ AR/VR շուկան հասնելու է 2025 թվականին $209 միլիարդ տեխնոլոգիական սարքերի և 5G ցանցերի առաջընթացի շնորհիվ։ Այս տեխնոլոգիաները արդեն իսկ խոր ազդեցություն ունեն մեր կյանքում և արդյունաբերության մեջ, ստեղծելով նոր հնարավորություններ և լուծումներ։ Սակայն դրանք նաև բերում են նոր մարտահրավերներ՝ կապված անվտանգության և տվյալների գաղտնիության հետ։ Ապագան այս տեխնոլոգիաների մեջ է, և դրանք շարունակաբար ձևավորում են մեր աշխարհը դեպի ավելի խելացի, արդյունավետ հասարակություն։